Վեհափար Հայրապետին հոգևոր դասին, խնդրեմ մանրամասնեք, նախ որտեղ եք բնակվում եւ հաջողություն ինչ խոսքեր ունեք։ Ես բնակվում եմ Էջմիածինում, Էջմիածինից եմ, բնիկ Էջմիածինցի, երբեք չեմ բացակայել ոչ Հայաստանից, ոչ էլ այս քաղաքից։ Ապա քաղաքական մարդ եմ, ես կուսակցական չեմ, հասարակական գործիչ չեմ, սովորական քաղաքացի եմ։ Այսօր այս 18 թվից հետո մասնակից ենք բոլոր զարգացումներին։ Իսկ այսօր մասնավորապես հատուկ ստեղ ենք մեր անվերապահ աջակցությունը հայտնելու հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր վեհափառին ու հոգևոր դասին։ Ժողովուրդը շատ էին, արդեն ցրվեցին, ոնց որ մի քիչ երկարեց, մարդիկ ցրվեցին, բայց ամբողջ հարթակը լիքն էր, ժողովուրդը եկել էին իրենց անվերապահ աջակցությունը հայտնելու, մի քիչ երկարեց, ցրվեցին, բայց նորից հետ են գալու, սպասում են եկեղեցու կոչին, վեհափառի կոչին։ Պատրաստ են մինչև վերջ, այս ազգը պատրաստ է ժողովուրդը մասնավորապես Էջմիածնի հարակից գյուղերի, մինչև վերջ իրանց կռիվը տալու են եկեղեցու համար, մեր գոյապահպանության ամենակարևոր հիմնասյունը ամուր պահելու, անսասան պահելու համար։ Մեծ ռեզոնանս տվե վարչապետ կոչվածի այս վերջին օրերի հայտարարությունները, ես ժողովրդի հանդեպ ինձ թույլ չտամ կատաղած բառն ասեմ, բայց զայրույթը գերադրական աստիճանի, եթե եկեղեցին կոչ անի, Նիկոլ Փաշինյանը թող հույսը չդնի ուժային կառույցների, ոստիկանության ու ուրիշ բաների վրա։ Էսի մեր վերջի ավարայրն է, չգիտեմ ասեմ, մեր վերջի Սարդարաբատն է, ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ պետական իշխանությունը բռնազավթված է, մեր գոյապահպանության վերջի խարիսխը եկեղեցին է, ժողովուրդը դուրս է գալու, իրանց կյանքի գնով, իրանց ամեն ինչի գնով պաշտպանելու եկեղեցին, եկեղեցու գոյատևմամբ իրանց մեր ինքնությունը, մեր հայ տեսակը, մեր հայրենիքը, մեր ամեն ինչը, այսօր մեր ամեն ինչի պաշտպանը դավաճան պետական իշխանության պայմաններում վերջի մեր բռնվելու խարիսխը եկեղեցին է։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ժողովուրդը 18 թվականի ժողովուրդը չեն շատ լավ արդեն հասկանում են, ինչա կատարվում դեպքերի հաջորդականությունը շատ լավ գիտակցում են, որ Փաշազադեն ընդեղից ինչ հայտարարություն անեմ, վեհափառը ատամները սեղմած Շվեյցարիայում փորձ անեմ Արցախահայության վերադարձի, մեր գոյութենական կռվի պաշտպանության հարցերն անդեղ դնեմ, ըստեղից իրանք ուղիղ թիրախավորմամբ, արդեն էլ չեն քողարկում, ուղիղ թիրախավորմամբ իրանք անցան հարձակման, ժողովուրդը այդ շատ լավ գիտակցում է, շատ լավ հասկանում է, տուրք չի տալու իրանց այդ էժանագին, այդ փողոցային այդ տեխնոլոգիաները էլ չեն աշխատելու, ինչքան էլ ինքը իր այդ պետականական, եկեղեցական, իր այդ ծրագիրը, իր այդ գործողությունները միտված դրան փորձի տեղափոխի անձնական դաշտ, անձնավորի անձնական դաշտ տեղափոխի, վեհափառի անձը թիրախավորի, որ անձնական լավ աշխատող տարբերակը չի անցնելու, ժողովուրդը շատ լավ հասկանում է, վեհափառի հասեին դու ինչ ուզում ես բամբասի, ժողովուրդը շատ լավ լսում է, ժողովուրդը ասում է շատ լավ արե, ինչ էլ որ արերա, շատ լավ, ով ես դու, դու ով ես, սահմանադրությամբ, եկեղեցին անկախ կառույցան, ոչ մի քաղաքացիական կառույց իրավունք չունի քիթը խոթի եկեղեցու գործերի մեջ, ով ես դու, պետական իշխանության ինչ-որ բոլտ ու վինցից, դու եկեղեցուն ուղղորդես կամ փորձես ղեկավարես վեհափառի հրաժարականի պահանջ դնես, ով ես դու, եթե ասելով բամբասանքներով դու կարաս այդպես պահանջներ դնես, բամբասանքներով ամբողջ Հայաստանը 7 տարի է խոսում, որ դու բռնաբարության ակտի հետևանք ես, դե մենք է պահանջում ենք դու հրաժարական տուր, ժողովրդական լեզվով դու կոչվում ես բիճ ես կոչվում, բջերին եկեղեցին չի էլ կնքը մսկի,
Ամեն Դու դեպքում իշխանությունները նշում են, որ պետք է առերեսվել խնդիրներին, որպես հենց հավատացյալ են ասում են, որ իրենք նշում են, եկեղեցու հետևորդ են եւ ասում են պետք է առերեսվել խնդիրներին եւ խնդիրները լուծել, բարեփոխման ճանապարհով գնալ։ Իրենք ասում են մենք հետևորդ ենք եկեղեցու եւ մեր պահանջը դա է։ Նախ իր ինքնակոչ հետևորդ ներկայանալը շատ քիչ է։ Մենք շատ լավ գիտենք ով է սատանիստ Էրատոն Ռեյմա սատանիստական կազմակերպության անդամ, շատ լավ գիտենք։ Իզուր այդ մանիպուլյատիվ կապիկություններով չփորձվեն ոտնձգություն կատարեն եկեղեցու ու մեր հոգեբորականների հանդեպ։ Եթե պետք է առերեսվել ճշմարտության հետ, ինքը առերեսվելու շատ բաներ ունի։ Մենք էլ պահանջում ենք առերեսվի Արցախի հանձնման հետ, առանց մի հատ կրակոցի լաչին ու քարվաճար հանձնելու հետ, պահանջում ենք առերեսվի ամբողջ կրթական համակարգը քանդելու հետ, շատ ուրիշ բաների հետ։ Շատ ուրիշ բաների, մեր սրբություններն է, մեր ցեղասպանության հիշումը եւ պահանջատիրությունը, մենք է պահանջում ենք թող ինքն էլ այդ բաների հետ առերեսվի, որ զրոյացնում է։ Զրոյացնում է այդ ամեն ինչը։ Հոգեվոր դասը ինքնավորոշելու ու ոչ մի քաղաքացիական անձ ու կառույց իրավունք չունի քիթը խոթի հոգեվոր գործունեության մեջ։ Ինքը ընդամենը ինքը ավելչի, ինքը եկեղեցու համար ընդամենը եթե ինքը հայտարարում է, որ հավատացյալ է եկեղեցու, շարքային հավատացյալ է, ինքը ավելչի այս հայաթը ավլող հավաքարարից ավելչի եկեղեցու համար ու ինքը իրավունք չունի նման պահանջներ դնելու։ Առերեսվելու շատ հարցեր ունի, ինքը թող իր պրավալների հետ առերեսվի, Արցախը հանձնելու հետ առերեսվի, ինքը թող առերեսվի ադրբեջանական Թուրքի այդ զինված ուժերը այսօր Հայաստանի տարածքի մեջ են արդեն նստած, դրա հետ թող առերեսվի, Ադրբեջանի ամեն օր այդ ուլտիմատումի վերածվող պահանջների հետ թող առերեսվի, իրանից ինչ են պահանջում ու ինքը ուրա չի թխոթե, իր թիրախները ուրա։ Լրիվ շատ լավ հասկանում են, որ ինքը տարբեր մանիպուլյատիվ պատճառաբանություններով ուզում է վերջի հարվածը հասցնի մեր ինքնության վերջի հիմնասյանը։